Շնորհակալություն վերջին հարցը հայկական ժամանակ Գագիկ Ավետիսյան պարոն նախարար դեկտեմբերին մեր ձևով շարժումից ձեր տեսանյութերից մեկին են արձագանքել նշելով կորոնավիրուսի ժամանակահատվածում Հայաստանի մահացությունների բարձր ցուցանիշի մասին, թե իբր Հայաստանում գյուղերում դպրոցներ են փակվում, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում եւ այլն, ճիշտ է արձագանքել ենք, բայց եւ նաեւ ասում են, որ 6 ամսից իրենք կգան եւ իրենց ձևով կկառավարեն։ Խնդրում եմ այս առումով ներքաղաքական թիմի անդամներ։ Ես ճիշտ ասած չէի ուզում տենց բանի վերածեի քաղաքական բանի, տենց թատերա չէ, բայց բեմի էլի ճակատամարտի է ասուլիսը, բայց որ հարցրել են պատասխանեմ։ Մենք իրականում տեսել ենք այդ շարժման ներկայացուցիչները ինչպես են կառավարել օրինակ մի կարևոր ակտիվ Հայաստանի Հանրապետությունում, որը ռազմավարական ակտիվ ա եղել եւ ինչպես են մտել յուրաքանչյուրիս գրպանը ուրճացված տենդերներ կազմակերպելով Հայաստանի էլեկտրական ցանցում, հավելագրումներ անելով եւ եթե իրենք պատրաստվում են 6 ամիս հետո ներկայանալ մեր քաղաքացիներին նման գործելավոճով, ինձ թվում է շատ པարզ պատասխան են ստանալու, թեև հիմա էլ են ստանում։ Եվ այդ ամպագորգոր հայտարարությունները տարբեր տեսակի պարզապես փուչ են, երբ որ դու համեմատում ես իրենց գործելավոճի հետ։ Իսկ այն ինչ որ մենք անում ենք շատ հրապարակային եւ թափանցիկ է, չեմ ուզում նույնիսկ անդրադառնալ այդ բան թիրախավորմանը կամ պիտակավորմանը, երբ որ հաստատի իրենք ասելիք չեն ունենում բովանդական եւ հիշում են մի բան, որը ակնհայտորեն նախ այդպես չէ, բայց նույն ձև թիրախավորվում էր այն ժամանակվա քաղաքական տարբեր գործիչների կողմից, որոնք այն ժամանակ էլ ասելիք չունեին բովանդակային։ Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային վարակի դեմ թե տնտեսական առումով եւ նաեւ տնտեսական առումով, թե առողջապահական առումով այնպիսի ձևով է արձագանքել, որ շատ մեզնից շատ անգամ զարգացած երկրներ պարզապես կերազեին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։